Ագբա ֆեդերացիան ներկայացնում է։ Այսօր հողիլեզուն հաղորդաշրջանակներում կխոսենք բարձր արդյունավետությամբ խնձորենու ինտենսիվ այգիների մասին։ Կքննարկենք միջոցառումներ, որոնք բարձրացնում են բերքի որակը, կուսումնասիրենք փոշոտման արդյունավետ տարբերակի առանձնահատկությունները և կխոսենք խնձորների սորտերի մասին։ Մնացեք մեզ հետ, ուսումնասիրելու հողիլեզուն։ Բարև ձեզ, ձեր հետ է Արա Հովհաննիսյանը։ Այսօր ուզում ենք ներկայացնել ձեզ խնձորենու ինտենսիվ այգի բարձր արդյունավետությամբ և լավ ցուցանիշներով։ Ինտենսիվ այգու արժեքը երևում է նաև ծառերի խտությունից։ Այստեղ պարզ երևում է, որ ավելի խիտ է, քան մեր նախորդ օրինակներում տեսանք, որտեղ 80 և ավելի մեծ սանտիմետրերի վրա էր տնկված։ Այստեղ 60 սանտիմետրանոց հատվածներ են և աճեցողությունը հիանալի բարձր է։ Սա 5 տարեկան ծառեր են, որ տեսնում ենք արդեն գրեթե հասել են 4 մետր բարձրության, լարասյունային համակարգի ու ցանցի բարձրությանը, որ թույլատրվում է, իսկ բերքը արդեն բավականին բարձր է։ Երևում է, որ այստեղ 40-ից 50 տոննա բերք կապահովվի հեկտարից։ Իհարկե ավելի բարձր բերքեր է լինում, այս դեպքում համեմատաբար երիտասարդ այս այգու համար սա շատ բարձր ցուցանիշ է։ Գալա հայտնի սորտն է, որը համաշխարհային մասշտաբով Golden Delicious-ը երկրորդն է տարածվածությամբ, ինչպես նաև սպառողների կողմից է շատ սիրված։ Եվ գեղեցիկ է, և համեղ է, և նուրբ պտղամիս ունի, լավ տևական պահունակություն ունի։ Իհարկե համեմատաբար ոչ շատ ուշահաս սորտերի հետ։ Եվ այստեղ լավ օրինակներից է նաև այգու խնամքը, ծառերի ձևավորումը, ըստ հարկերի դասավորվածությունը, 4 հարկն էլ համաչափ բերք ունեն։ Դա իհարկե կարգավորվում է նաև պտղաթափով արհեստական կամ ասում ենք պտուղների նոսրացումով։ Նմուշներ, օրինակներ տեսնում ենք, սրանք ոչ թե բնականից թափված պտուղներ են, այլ մասնագետների կողմից կատարված նոսրացում է։ Վատ, տձև, վնասված, հիվանդության նշաններով պտուղները նախապես փոխվում, թափվում են, որպեսզի ծառի ուժը գնա արդեն միայն առողջներին և համաչափ դասավորվածներին։ Պտուղները այս դեպքում բոլորը համաչափ, գեղեցիկ, համեղ, ապրանքային տեսք ունենան և սպառման համար ու վաճառքի համար իդեալական կլինեն։ Պետք է ևս ասել, որ այս թափված պտուղները չի կարելի երբեք թողնել այսպես այգում։ Սրանք, եթե նույնիսկ առողջ են եղել, միևնույն է, ենթարկվելու են վնասատուների և հիվանդությունների հարձակման, որոնք նրանց վրա զարգանալով կարող են վերադառնալ ծառի վրա պտուղներին։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի։ Ուստի պետք է անպայման այս թափվելուց հետո հեռացվեն, առանձին մի վայրում փտեցվեն կամ այլ կերպ ոչնչացվեն։ Իսկ առողջ պտուղները պետք է, այգին ամբողջ պետք է առողջ պտուղներով լինի։ Այսպեսի համադրություն նույնիսկ կա, որ այգին դա ոնց որ զորամաս է և երբեք պետք չէ, որ հիվանդանոցի վերածվի, ասենք լինեն և առողջներ, և հիվանդներ, տկարներ, պետք է բոլոր ծառերը, նրանց բոլոր պտուղները առույգ և առողջ զինվորների պես ամբողջովին մի զորամաս կազմեն։ Այս դեպքում է, որ արդյունքները բարձր են լինում և արտադրողի համար, և վաճառողի համար, և իհարկե սպառողի համար ավելի ընդունելի և հաճելի է։ Եվս մի գաղտնիք ինտենսիվ այգու մշակության Սովորական այգիներում սովորաբար
ստիպված են լինում 2-3 երբեմն ավելի սորտեր բուսաձևեր տնկել, որպեսզի փոխադարձ փոշոտում կատարվի եւ բոլորը ապահովեն բերք։ Սակայն դա իր դժվարություններն է առաջացնում ինչպես մշակության հետ կապված, այնպես էլ հետագա խնամքի հետ, բերքահավաքի եւ սպառման։ Ինտենսիվ այգիներում կիրառվում է նորույթ, որ ընտրվում է մեկ փոշոտիչ, որը շատ մոտ է ու նման է հիմնական սորտի չափանիշներին, պտուղներին եւ այն ապահովում է մեծ քանակությամբ ծառերի փոշոտում։ Տվյալ դեպքում այս այգում գալասորտի հետ կրիմսոնն է մեկական ծառ 12 ծառի մեջ տնկված, ինչը ապահովում է լավ փոշոտում հիմնական սորտին կալային։ Նա տեսեք գույնով էլ է մի քիչ տարբերվում, բայց հասունացման առումով, ապրանքային որակներով շատ մոտ է։ Իհարկե շուկայում ընդունված չէ, որ բերքը հավաքվի միասին փոշոտողի եւ փոշոտիչի եւ այդպես վաճառվի։ Առանձին է սա հավաքվում, հատկապես որ մեծ մասամբ փոշոտիչը ընտրվում է նաեւ այնպիսի, որ ունենա փոքրինչ այլ հասունացման ժամկետ։ Այսինքն բերքահավաքը տարբերվի 10-15 օրով, որպեսզի չխառնվի եւ արկղերի մեջ կամ այն տարաների մեջ, որը վաճառվելու է, միասորտ լինի։ Սպառողին քիչ է հետաքրում խառը տարբեր սորտերի, տարբեր որակների պտուղների գնումը։ Տվյալ դեպքում սա կրիմսոնն է, ավելի մուգ գույն է, երբեմն ասում են սև խնձոր, որը ապահովում է լավ փոշոտում, իրենից առնվազն 6 ծառ մեկ կողմից եւ 6 ծառ մյուս կողմից։ Հաջորդ 6-ը արդեն մյուս փոշոտիչ ծառն է ապահովում։ Չմոռանանք նաեւ, որ ինտենսիվ այգու ծածկը նպաստում է լավ փոշոտման, որտեղ մեղուները կամ այլ միջատները, որ կատարում են փոշոտում, այլևս չեն հեռանում այստեղից, շատ այրևայր չեն փնտրում նոր ծաղիկներ, նոր ծառեր եւ այգու տարածքը ավելի ճիշտ է օգտագործվում։ Նրանք այս ցանցից դուրս չեն գալիս, շարքերից դուրս չեն գալիս, շարքերն էլ տեսնում ենք շատ երկար են, 100 մետր, երբեմն 200 եւ փոշոտումը ավելի ինտենսիվ է անում։ Մեղուների աշխատանքն արդյունավետ է լինում։ Սա է գաղտնիքներից մեկը, որ ինտենսիվ այգին կարող է ապահովել միատարր, բարձր որակի եւ ընդունելի գնորդի համար բերք։ Ընդհանուր առմամբ խնձորենին կարևորագույն պտղատուներից է համաշխարհային մասշտաբով, ինչպես նաեւ Հայաստանում։ Այն միլիոնավոր հեկտարների վրա է մշակվում, բոլոր մայրցամաքներում, գրեթե ամենալայն տարածման գոտիներում, սկսած Սկանդինավիայից մինչև արևադարձային գոտի։ Եվ ամենուր յուրահատուկ սորտեր կան։ Ամենաբազմազան սորտիմենտ ունեցող պտղատեսակն է։ Նախկինում հաշվում էր մինչև ինտենսիվացումը պտղաբուծության, որ 10,000 սորտ գոյություն է խնձորինում, ներկայումս այդ թիվը եռապատկվել է, քառապատկվել է, որտեղ ընտրասերողները նորանոր սորտեր են ստեղծում, խառնածիններ են ստեղծում, տարբեր կարիքների համար նոր ձևեր են ստեղծում եւ ճիշտ է նրանք հիմնականում դուրս են մղում հին, այսպես ասած, պապական սորտերի։ Մեր սպառողների մի մասը դժգոհում է, որ ինչու այլևս չկա Բերֆլոր, ինչու չկա Սիմիրենկո, նրանք չեն դիմացել մրցակցությանը այս տեխնոլոգիաներով աճեցնելու, ինչպես նաև տեխնիկայի հնարավոր միջամտությանը։ Իսկ նոր սորտերը հնարավորություն է տալիս այս նոր տեխնոլոգիայով զարգացնել աճեցումը, ավելի շատացնել, հնարավորություն տալ ավելի երկար սպառման շրջան ստեղծել եւ շուկայում եւ սպառողի համար հնարավորություն են ստեղծում երկար պահունակ սորտեր ունենալ եւ 7-8 ամիս օրինակ կարող է այս պտուղը, խնձորը պահվել եւ սպառողական ցուցանիշները նրան միայն բարելավվել։
Խնձորին ունի նաև շատ վաղահաս ձևեր, որոնք ցավոք այս ինտենսիվ տեխնոլոգիայով հնարավոր չէ, բայց դրանք էլ խորհուրդ են տրվում սիրողներին, իրենց ասենք հողամասերում, տնամերձերում, ամառանոցներում աճեցնելու, ինչը հնարավորություն է տալիս դեռ կիսահասունացած, այսպես կոչված խակ վիճակում սկսել սպառել։ Մեր օրինակ տեղական շաքարկենիներն են այդպիսին։ Կանաչ վիճակում փոքր տերենկույզի չափ հնարավոր է նրանց սպառել եւ դա հաճույք է պատճառում հատկապես երեխաներին։ Ճիշտ է մեծ սննդարար էֆեկտ չունեն, բայց ինքը պտուղը, որ վաղահաս է, շուտ է արդեն պատրաստ է ուտելու, հաճելի է եւ ստեղծում է որոշակի լրացում այդ շղթայի մեջ։ Խնձորենու մյուս արժեքավոր սորտերը ավելի շատ միջահաս են եւ հատկապես ուշահաս։ Եվ խնձորենու արտադրությունն էլ համաշխարհային առումով առավել մեծ սպառում ունեցող պտղատեսակների մեջ է։ Կարելի ասել զիջում է միայն բանանին, ադամաթուզին։ Երկրորդ սպառվող ծավալով պտղատուն խնձորենին է։ Այսօր այսքանը, սիրելի խնձոր սպառողներ, ձեզ բարի բերք եւ առողջություն բոլորին։